այս էլ ես, բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն այսօր ամբողջ օրը վազքի մեջ եմ եղել, այս գործից այն գործը, այն գործից այն մի գործը, իրոք դե դեպա չեմ առել, այս էլ կանաչ լոբ եմ առել, որ ձմեռվա համար, փակ եմ, մի հատ ցելոֆանի տոպրակից հանեմ, ճիշտ է շատ եմ վեզարել, բայց թե այս գործը այն գործն է, որ պետք անպայման արվի։ Դե գիտեք կանաչ լոբին, եթե մնա, լավ չի էլի, տեսքից ընկնում է, ջան, այս են լավ տեսակիցն է էլի, զեբրա տեսակն է, սիրելի հետևորդներ ջան, ահա, 6 կիլոգրամ առել եմ, կիլոգրամով 600 դրամ, մեր գյուղի խանութից եմ առել, գնացի սովորական, որ իմ հացա առնեմ, ամեն օրյա փոքր գնումներ ենք չէ անում, վարունգ, պամիդոր և այլն, աղամ, մեկ էլ այս աչքովս ընկավ, սենց մտքիս մեջ ասի, կո, չկո, ես ես պետքա լրիվ վերցնեմ, բայց չգիտեմ, թե ինչ կլինի ներսը, այս էլ նախորոք բերել է, այս ամանը, ու դատարկ է, ինքը մեծ է երևում, մի քիչ ծանր է, բայց թե, այս ենք, ամենը մի 2 ժամա կապած մնացել, բայց քրդնել է, որ թե լավ վիճակը, ներսը, ինչ հովիս է, չէ, բայց թե որ խաշում ենք արդեն, դե գիտեք, գունազրկվում է, քանի որ զակատելու եմ, այդ ջուրը ես չեմ թափում, սիրել հետևորդներ ջան, որ մի քիչ խաշ եմ տալի, այդ էլ լցնում եմ բանկարի մեջ, քանի որ վիտամինները լրիվ ջրի մեջ ամենում, կտել է իրարից, Կանոն լրի վստի տեղալի, այսենց, պետք անպայման մաքրեմ, քանի որ էգուց էլ շատ գործ ունի, հետո հեչ ուզում չեմ, որ գործերս իրար խառնվի, այսենց, էգուցի մազատորն ճիշտ է, տանն եմ, ու հենց այդ օրերին ես ավելի շատ եմ վազքի մեջ լինում, այսենց, լրիվ դատարկելու իմաստն է նա, որ տենամ, մինչև վերջ ինչ վիճակա, համել հենց կա, չէ, որ ուզում ենք մեր ուզածն անենք, ուզում ենք սաղ է սամանի մեջին տեղավորենք, հլե են մի նտեի բերել այ, բայց թե դե, հենց սար դարձնեմ, հետո ճկճկալի կհանդրեմ, լավն է, շատ լավն է, ինչոր վերջ որակը լավն է, ճիշտ է ես փող եմ տվել առել, բայց ապրի սրա ստեղծողը, քանի որ ես լրիվ չարչարանք է, մի քիչ մնաց, այդել ստեղ տենամ ինչ ունեմ, կամել ես մի քիչ մի կոմ տանեմ, քիչ սենց բերեմ, թեկուս սեղանի վրա, հետո առաջ էդ, էլ ուրիշ աման չեմ ուզում, էլի, ստի շարեմ, հակառակ դեպքում իմ սիրելի սինին, այսենց, տեղավորեցի, այս է տապակը, անտեր, մեշոք եմ սիրում, մեշոքը կլվան ինձ պետք կգա, առայժմ ես մի կոմ, մի խոսքով սիրել հետևորդներ ջան, մինչև վերջ, այս տեսքն ունի, ընտիրամ, սկսում եմ
մաքրելը։ Ասեմ, որ մի կիլանոց բանկաների մեջ եմ ուզում փակեմ, քանի որ շատը պետք չի։ Հետ առաջ էր, հա, որ 3 կիլանոց բանկի մեջ էի փակում։ Դանակս բերեմ։ Հետո կսկսեմ, մաքրածս ուր լցնեմ, մաքրածիս համար էլ աման բերեմ։ Այս մեկը չէ, այս մեկը։ Ստի տեղավորեմ։ Կոֆեի ամանները կան։ Ճիշտն ասած ուզում էի, որ միջանցքում մաքրեմ, բայց դե հա որ լսերը թիլա լավը չի, ասի չէ, կգամ ես կոմ։ Ամեն դեպքում պետք է ուշադիր լինեմ, որ վնասված չլինի, որ բանկի միջին անշնորհք չերևա։ Այս պոչերն էլ սեղանի վրա, դե ոչինչ։ Համ զրից կանեմ ձեր հետ, համ էլ կմաքրեմ։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, մի պահ որոշել էի, որ ոչ մի բան էլ չփակեմ, սենք ճաշատեսակներ եւ այլն, մենակ կոմպոտներ, բայց թե էլի որ ձեռներս սովորալնում, աչքներս էլ որ լավ ապրանք տենում ա, էլ չեմ կարող էլի գայթակղությանը դիմանալ։ Իսկապես շատ ընտիրալ, շատ որակյալ, ինքը մսալի տեսակն ա։ Առաջ այնքան էի անում թերեքների վրա տեղը դադար չկար, հետո պոլին էի շարում այդ մեր մեծ պատվալներում։ Մի պոճուր թերեք եմ սարքել ստի վերևը, անունն էլ դրել կլադով կա։ Ես այդ տեղը ղայմացրի։ Ուրեմն որ WhatsApp-իս վրա զանգ ա գալիս, սիրելի հետևորդներ ջան, անմիջապես իմ վիդեոն ընդհատվում ա, խոսքս էլ դե հենց կիսատ մնաց, բայց թե ամեն դեպքում հենց կիսատ հո չեմ թողալու, այս ա զրից կբերե, հետ կգամ այն ինչ որ ուզեի ասեմ, էլի կասեմ, զանգն էլ դե որ գալիս ա, իմ հարազատնին են, իմ երեխեքն են, իմ հարևանն ա, մի խոսքով կարևոր զանգ էր, որ պետք է պատասխանեմ, այս մինը ոնց որ լավը չէր, լավ էր, որ տեհա, սյո, շատ ուշադիր պետք է հանդրենք, մաքրենք, դրամա համ ես ձեր հետ զրից կանեմ, համ էլ իմ ուշկու միտքը ստի կլի, դե մեն ձեզ էլ մտիկ կանեմ, քանի որ զրիցը նենց բան ա, որ պետք է զրուցակցի դեմքին էլ նայենք, չէ, սիրելի հետևորդներ ջան, այ, կհանդրեմ, ես ինչա, որ դենն ու դենը այն ինչքան եմ հանդրել, կշերվան կես կտրեր, հա, քանի որ մենք շատ բաղջեք ունեինք, մի բաղջա էլ ջրի ղրաղին ունեինք, շնորհն ա ջրի ղրաղին էլ, ըտի կարտոշկա ցանեինք, հետո վարդևորին կարտոշկեն հանեինք, դրանից հետո տեղը շոտ լոբի ցանեինք, բայց այս լոբին չի ցանեինք, պապական չալ լոբին ցանեինք, նա էլ մի ուրիշ ձևի համով ա, ուղղակի նա ծլով էր, պետքա հանդրեինք, դե հանդրելուց հետն էլ դե որ ծիլը դուս ա գալի, արդեն լավն ալում, այդ պապական լոբու տեսակը, դրա պլոճիկն էլ ա շատ համովելում, պլոճիկն են ա, որ լոբին հատիկ ա դառնում, պռզում, հետո դրան էլ ենք առանձին բանկում փագում, այդ ամենահամովն ալում, հավասարա չոր լոբում, հլա մի բան էլ առավել, իսկ թեխի են դրան պլոճիկ ասել, էդ էլ դե մեր տատերն ու պապերն են ասել, քանի որ լոբին ինքը նման ա պոչկին, չէ, երիկամներին ա նման, իրա տեսքով, հատիկ լոբին, ու երևի դրամա մեր տատերը, մեր պապերը թենց թե վերծանելով, թե նմանացնելով այդ թարմը հատիկ լոբուն ասել են պլոճիկ լոբի, եթե ասում ենք պլոճիկ լոբի, սաղիսի շտահմին մի այլ կարգի բացալում, քանի որ դրա համը մի ուրիշ ձևի հյուրահատուկ ա, այդ պլոճիկ լոբին ամենայն վերջ ենք թողում, սերմը վիրունելուց ետը, կամ էլ սերմը վիրունելու մայել,
առանձին շարքով այդ լոբ ու թախտի մի շարքումը թողում ենք, ասում ենք սրան ձեռ չտինք տալ, այս սերմացու է, հետո որ արդեն սենց քաղում ենք այս մատղաշը զակատի մար, մեն սարի էլ թողում ենք, ասում ենք այս էլ թողունք պլոճիկ դառնա, որտեղ հենց համով լի վերջը, սիրել հետևորդներ ջան, այդքան շատ, որ մենք ցանենք այդ մեր ջրի գրաղի բաղչումը, դե ջուրը արխով մեջ նանեինք, ջրեինք, ես էլ շատ սիրեի, գնեի, ես էլ ջրեի, բոբկվեի, հետո բոբիկ ոտով, արխերումը, թորխով ջուրը ծպծպեի, որ առաջ գնա, եթե հետորը ջուրը բարակել էր, քանի որ ջուրը մենակ մեր մատ չլեր էլի, ըտի էլի բաղչատեր էր կային, հենց ամեքս մասանեինք, մեր բաղչենին ջրեինք, շատ լոբի քաղեինք, մեշոքնով, բաժան անեինք մեր բարեկամն ու միջին, մենք էլ դե տամպուջուրն էինք, ես էլ եմ տամպուջուրը իմ հորանստանը, ստե էլ տամպուջուրն եմ, այսինքն այս օջաղի պուջուր հարսն եմ, հետո սենց մի բան կա չէ, որ տամպուջուրին համ շատ սիրում են, համ շատ էլս են տալի, համ էլ այդքան բանի հետ ամենածանդրը բեռը տամպուջուրի վրա է ալում ոնց որ մանավանդ ամուսնացած տեղը, որ է դրսից եկողնին արդեն ջգված երեխերքը գալիս են չէ, ծնողների վրա, արդեն տամպուջուր հարսի վրա է այդ ամեն մի հոգսը ընկնում, այդ բոլոր բաները պատվով կատարել եմ, սիրելի հետևորդներ ջան, այդ տարիները անցան գնացին, մի ակնթարթում, ամեն դեպքում էդ էլ իր հետաքրքրությունն ունի, ձեր հետ որ զրից եմ անում, մեմեն էլ ձեզ մոտիկ եմ անում, ըստի մեմեն բան անտեսվում է, ես հնարավորինս ուշադիրել եմ, եթե տպա ձեզ ուշ մոտիկ անեմ, նեանալ չկա, վերջը տհենց սիրել հետևորդներ ջան, գնեինք, քաղեինք, բաժան անեինք, այս մեշոկը նրան, այն մի մեշոկը նրան, դրանից հետն էլ արդեն այդ բաղչեն էլ բրախեցինք, քանի որ ճամփուղրաղին էր պլանի տակ ընկավ, այդ բաղչեն հեչելով, հետո սկսեցինք ստի դրանը ցանելը, ստի լավ ցանքսի ֆողա էլի մեր այս բաղչի ֆողը ու նոր դրանից հետը կարալյոկի բաղչագծեցինք, մի ծառերը վենձացելը, էլ թենց ցանքսի շատ տեղ չունինք, բայց ամեն դեպքում ես կարամ էլի իմ ուզած տեղը մի բան ցանեմ, ըտի էլ ուղղակի ջրի խնդիրն է, որ միշտ ասել եմ, որ ջրի խնդիր ունենք, ինչ ուզեի ասեմ, այ սենց խոսքից խոսք թռչելով, դե զրիցը տեհի է էլի, որ զրից ենք անում, միշտ էլ խոսք է բերում, խոսքից խոսք ենք թռչում, հեի գիտի, տարիներ, մինչև քշեի վանկես նստենք, հանդրենք, հետո որ բերենք տենց մեշոքնով, սավանդին տանը փռեինք, հետո այդ մեշոքնին դրդակեինք, մի շերտի վրա, որ է ինչև հասցնենք հանդրենք, այն մնացածը դեղնի ոչ էլի, քանի որ լոբին շուտ դեղնում է, քրդնում է, որ մեշոկումը կենում է տեհակ, որ բացարի, ընդհամենը մի 2 ժամ էր, որ խանութիցը բերել էի, բայց արդեն քրդնել էր, իրա ջրային մասը տաքությունիցը դուրս է գալի ու հենց ինքն իրան փչացնում է, դրա համար պետք է շատ ուշադիր եթե զակատանելու մա շատ լոբի է քառնում, այդ օրը սա գործը պետք է բրախենք, հետո այս գործին անցկենանք, իսկ եթե այս չափից շատ է, մի մեշոկ, 2 մեշոկ անպայման մի կտորի վրա փռեցեք բարակ շերտով, որ չփչանա, սիրելի հետևորդներ ջան, այնքան փագեինք, որ տեղու դադար չլեր, տեսակ, այս մինը լավը չեր այ ընդհանուր, դե էլ ալում, աշունք է, աշունք, մանավանդ որ արդեն ցրտում է, երեք սաղորը հենց օրը բաց չէ լավ, սորել մթամ միթիք է բացելա, բայց էլի մռթնած էր էլի, Էսա ցրտերը կսկսվին, այդ տաք օրերին էռնակ կտանք,
Դե հենց է, կյանքի ձևը էդ է, միշտ էլ անցած գնացածին ենք երանի տալի, երանի ենք տալի, որ մանուկ էինք, մանկության տարիներին ենք երանի տալի, հետո ավելի երիտասարդ տարիներին ենք երանի տալի, հետո որ մեր երեխեքը փոքր են, մեր կողքին են, այդ վաղ դժգոհում ենք, փնթփնթում ենք, ինչքան էլ որ հոգնում ենք, այդ պահին դա ամենակարծր տարիներն է մեր ապրած կյանքում։ Դրա համար, սիրելի երիտասարդներ, երբեք չդժգոհեք, վայելեցեք ձեր յուրաքանչյուր օրը ձեր փոքր երեխաների կողքին։ Իմ երեխեքը թև են առել թռել, ամենքն իրանց տուն ու տեղին, ամենքն իրանց գործին, ու մի այ ես սենց արդեն այդ զրիցն եմ անում սաղիդ հետել, ձեզ խորհուրդ եմ տալիս։ Ճիշտ է, դե սենց էլ մի ուրիշ ձևի հետարքիր է կյանքը, այս տարիքում էլ այդ հետարքրությունը կա, որ պետքա գտնենք դրա այդ հետարքրությունը, չասենք թե երեխանցը պահեցին, գնացին եւ այլն, արդեն կյանքը մեր համար նոր էջ է բացում ու այս էջը վայելենք, սիրելի հետևորդներ ջան։ Վերջ է, այդ բլոճիկ լոբին էլ առանձին բանկենում փագեինք, որ խոսքից խոսք ենք գնում, բայց թե ետ գալիս ենք, պտտվում ենք, մեր խոսքին ենք գալիս։ Դրան առանձին փագեինք, որ գնեինք պատվալը, որ գիտեինք, թե ինչ թավուր բանկատ ենք բերել ու ինչ ենք սարքել։ Այս համսենց իրանով զուտ ինքը խաշում եմ ու փագում, չեմ սիրում, որ սառացնում են մանավանդ, որ մեր կշտին լսերն այդքան շուտ տանում են, հեչ իմաստ չունի։ Իսկ իմ երկու հատ, ասենք, հատապտուղ եմ սառեցրել, դրա դարդն եմ քաշում, որ եթե հանկարծ էլի Աստված չարած, որ լսերը մի քանի օրով տանին, այն լրիվ կփչանա։ Լավ որ դերթենք չելել, մի երկու ժամով էլ որ տարել են, սառնանը պահել այդ սառածությունը, բայց եթե խոսքը գնում է արդեն սենց պահածոներին, ճաշերին, բանջարեղեններ, որ ուզում ենք սառացնենք ու մառազիլք են լցնենք, ես այդ քայլին չեմ գնում, այդ ռիսկին չեմ գնում, իմանալով, որ մեր մոտ լույսի անջատման խնդիրներ կա, հլա այս ինչքան է լավը, մսալի, ընտիր, այս էլ է շատ կարևոր սնունդ մեր կյանքի համար, սիրելի հետևորդներ ջան, իր անումը լոբի է, երբեմն ասենք մեր չսիրած մարդկանց, մանավանդ որ ուզացել ենք, վիրավորացել ենք, մանավանդ մեր մանկության դպրոցական տարիներին, շատ գեշ նեղացնելու մա ասել ենք այ լոբի, կամ ավելանուն ենք կպցրել, ասել ենք այն լոբին, բայց լոբին, որպես սնունդ, մեր կյանքի մա շատ կարևոր նշանակություն ունի, լիքը վիտամիններով հարուստ է, օգտակար, մսին հավասար է, սիրելի հետևորդներ ջան, եթե նկատել եք լոբին, որ տապակում ենք յուղի մեջ, հետո մի քանի ձու ենք կոտրում, կանաչեղեն, մի տեսակ մսի հոտ է գալի, երբեմն էլ համեմատում ենք սոկոնի հետ, նաև սոկոնին հավասար է, այդ հոտն էլ ունի լոբին, ես նկատում եմ այդ հոտը, եթե դուք էլ եք նկատում, կարող եք գրել ինձ, ու սիրելի հետևորդներ ջան, լոբին որպես սնունդ իմ սիրելի սնունդներից մեկն է համարվում, մարդ կա օրինակ չի ուտում, մարդ կա նույնիսկ պամիդոր վարունգ չի ուտում, մարդ կա պանիր չի ուտում, ամեն մարդ մի ձևի է ապրում, ամեն մարդ մի բնավորություն ունի, մարդ կա, որ սոխն էլ չի ուտում, ճաշի մեջ, որ սոխ են տենում, այդ տանը կռիվը վիրակ ենում, բայց փառք Աստծո, թե ես, թե իմ ընտանիքում նման խնդիրներ չկան, որ լվլավ ու ճանենք, տենանք որ բանն ենք ուտում, որը չենք ուտում, թե ինձ շատ պատահական օրինակ ուտելիքներ, որ կասենք մենք այդ բանը չենք սիրում, թե ինձ, բայց այն ամենակարևոր սնունդները բոլորը մենք սիրում ենք ու վայելում ենք,
հենց փոքրուց ես տենց եմ դաստիարակվել իմ ծնողների կողմից ու այդ դաստիարակությունն էլ իմ ընտանիքում շարունակել եմ առ այսօր։ Սիրելի հետևորդներ ջան, հանակ շիթակով գործս առաջ է գնում։ Սենց համ մաքրում եմ, համ մտքով հեռուն եմ գնում, բայց թե ամեն բան չենք կարում էլի բարձրաձայնենք, ու սենց խոսք կա, չէ, ասում է ամեն բան ասվում չի, ամեն բան ուտվում չի, տենց խոսք կա, կամ էլ հակառակներ, հա, ամեն բան ուտվում չի, ամեն բան ասվում չի։ Երևի բոլորս էլ այդ վիճակում ենք, այդ տեսակն ենք, դա հայ տեսակ է երևի, չգիտեմ էլի, օրինակ ով ոնց է, միշտ էլ ամենքս մեր մեջ ինչ-որ մի գործ անելու ընթացքում, թեկուզ եւ զրուցում ենք բարեկամի, հարևանի, ծանոթի, կամ էլ մեր ընտանիքում, միևնույնն է, մեր հոգու խորքում, մեր մտքում միշտ մենք մի միտք ունենք, որ դա երբեք չենք բարձրաձայնում ու դա միշտ մեր հետ է մնում, մեր մտքերն են դրանք, սիրելի հետևորդներ ջան, թույլ տանք, որ մեր մտքերը լավ բաներ մտածեն, թույլ տանք, որ մեր մտքերը չծանրաբեռնվեն, քանի որ միտքն էլ խոսք է դառնում եւ իրականություն է դառնում խոսքն էլ, դրա համար մենք, որ ամենահզորն ենք, ստեղծված այս երկիր մոլորակի վրա, կարանք կառավարենք մեր մտքին, մեր արարքներին, մեր ամեն ինչին մենք ընդունակ ենք կառավարելու։ Օրինակ ես որ շատ բեզարած էի, ասի սենց մտքիս միջին էլի, իհա ասի բեզարած եմ, մնել չտիմ ծնվիլ աշխարհ գալ, բրախել տիմ գնալ տեղս մտնելու քնի, բայց ես գիտեի, որ հենց գնամ տեղս մտնում, որ քնիմ քունս կտրվիլ դեր, գալ չտեի, սաղ կշերը տրտարոսի տեի գալ, թե բալոբին առաբերի, Ըսկի վերել չածի մեշոկիցը, հմիով գիտե կպչանա, դրամա, որ բանը հասնու ոչ դրան, հենց սենց պեզարած հալիս էլ, էկա սկսեցի այս գործն անելը, սենց հավեսով ձեր հետ զրից անելը, ես գիտեմ, որ սպասված եմ ձեր համար, որի համար անչափ շնորհակալ եմ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, բայց արժե չէ, որ մի հատ կոֆե խմենք, այ մի կոֆե տվող, լավ է, ես, Անուշկա, վեկած քեզ համար մի հատ կոֆե պի, հետո այս մեծ յութուբյան ընտանիքի հետ, որ 6000-ն անցենք, սիրելի հետևորդներ ջան, եկեք այս 6000 հոգով մի հատ կոֆե դնենք, դառը, եմ գնում, Այս ստիմաթորի վրա դնեմ, այս էլ ստի, ձերներս էլ սկի կարամ չլվանամ, այս իմ ճազվեն, որ միշտ պատրաստ ստի է, բաջուրը, ջրի գրաֆինք է, բաժակնին էլ աստի, Այս էլ սհել, աստիր աթրել լոբին, Սենց բրնեմ, որ ամանը բան չլի մատներիցս, քանի որ ինչքան էլ ուզում ադանակով եմ մաքրել, ամեն դեպքում մատները սևանալ, ես շոտ լավ գիտեմ, քանի որ լոբին ասենք ճամփիթոզը բանը իրա վրա հվաքում է, բաժակնիս այս կրանն է, որ միշտ ստի թողում է, ստի էտ ամանը ներքև եմ դրել, քանի որ էտի սեղանի վրա էր լոբին տեի դնի, այս էլ իմ կոֆեի բաժակը, ստի այս ոնց անենք, որ այս ընթացքումը պարակ չկենանք, ետ գործանենք, ասմա գործնիշի պես բանակ քշես, կգնա քշես ոչ, դե հենց կանգնած էլ կկենա,
Մինչև կոֆեի եփիլը կարամ 2 հատ հանդրեմ, էլի։ Դաժե կարանք լավ երկենք, սենց նինրի տանք էլի մեր սիրած երգը, օրինակ անդադար մայրիկը, անդադար մայրիկ, անդադար մայրիկ, դրա համար էլ մորը սրբերի շարքում են դասել, սիրելի հետևորդներ ջան, քանի դեռ մեր մայրերը մեր կողքին են, պետք է սիրենք ու փայփայենք։ Իմ մայրը իմ կողքին չէ, լուսահոգ է ու միշտ կարոտում եմ ամեն մի գործ անելիս, ամեն մի ինչ-որ մի բան մամայիս հիշեցնելիս, կարոտը ուղղակի ինձ տանջում է։ Նման դեպքերում էլ երկինք ենք նայում, հետո մեզ թվում է, թե երկնքից մեր ծնողները մեզ ժպտում են, սիրելի հետևորդներ ջան, չենք կարող չհիշել, դա անմոռանալի է։ Ինչքան կարաք ձեր ծնողներին սիրեք, կենդանության օրոք, պաշտեք, փայփայեք ու գուրգուրեք։ Կոֆես խաշալ արել, հա, այսքան վաղծա չի ուզում էպի։ Խշխշումն ընկավ։ Կոֆես արդեն բրցյանում է, արի, էպեց, էլի տեղափոխություն կատարեմ, ստակ դրը չտնեմ պչանը, ոչ տակը, կոֆես լցնեմ, բայց պետք է գնամ արդեն ձեռներս լվամ, քանի որ կոֆե խմելու վաղտը այդ լոբու մաքրածի այդ հոտը ծանր է, էլի, ես չզգամ, սիրելի հետևորդներ ջան, դուք էլ ձեր կոֆեն եք չէ պատրաստել, որ միասին կոֆե խմենք ու շարունակենք այս լոբին հանդրել։ Ես եկա, սիրելի հետևորդներ ջան, բայց կոֆես գնում եմ, կադրից դուրս վայել եմ, այդ ընթացքում մի քիչ է կհանգստանամ, հետո նոր կգամ կշարունակեմ։ Հաշվում եմ, որ ձեր հետ միասին եմ վայելում իմ այս մի բաժակ դառը կոֆեն, սիրելիներս։ Այս մի քիչ թեսը բերեմ, քանի որ էլ կալացնելու։ Ես մի երկու բուրներ լցնեմ այս ամանի մեջ շատ հարմար է, էլի, որ տանեմ լվանալու արդեն։ Ահագին էլ ստացվեց։ Ընտիր։ Մի քիչ ամնացել մաքրելու։ Են էլ նստեմ, մաքրեմ, ձեր հետ մի քիչ էլ զրուցեմ, սիրել հետևորդներ ջան, դանակս պես կողմ, հարմարացնեմ տեղս, քանի որ սիրում եմ, երբ որ նստած եմ գործանում, պարտադիր ամեն ինչը ինձ հարմար լինի, որ
հանգիստ նստեմ, քանի որ քիչ ա մնացել, արդեն այս եզրերը իր մեջ կլցնեմ, որ կտրեմ։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, կոֆես խմելուց հետո անմիջապես եկել եմ շարունակել ու այսքան քիչն ա մնում արդեն, այս մեկը լավը չի, հեռու տնեմ, որ չշփոթեմ։ Ու արդեն այս լրիվ մաքրելուց հետո պետք է տանեմ մի քանի ջուր սառը ջրով լավ լվանամ, որից հետո թողելու եմ ամբողջ գիշեր մնա ջրի մեջ ու առավոտն եմ մի քիչ խաշելու, հետո բանկաների մեջ եռացնելու։ Միշտ այդ ձևով եմ վարվել երկար տարիների իմ փորձն է, ավելի վստահ եմ լինում այդ ձևով, գիտեք հատկապես, որ լոբին վտանգավոր է թռչելու համար իր ունակություններից ելնելով։ Այսպես, սիրելիներս, չգիտեմ, թե դուք ինչպես եք անում լոբու հետ, ինչպես եք վարվում, ինչ աշխատանքներ եք տանում, բայց ես պարտադիր թողել եմ ամբողջ գիշեր սառը ջրի մեջ, հետո դե այդ ջրից հանում եմ ու նոր ուրիշ ջրով սկսում խաշել։ Շատ թույլ եմ խաշելու, արդեն քիչ-քիչ ավարտեմ իմ այս վլոգը, որը ինձ համար շատ հետաքրքիր անցավ, այս ժամանակը, որ ես հանդրեցի լոբին, կարելի ասել, րոպեները ուղղակի թռան ու գործս չթվաց ինձ, ծանրություն չզգացի, շուտ ավարտեցի, հատկապես որ հասցրի նաև ձեր հետ էլ կոֆե վայելել, այդ ավելի թարմություն մտցրեց։ Մի բուռ ա մնացել, էս էլ կմաքրեմ ու արդեն պատրաստ կլինի։ Եթե բոլոր կանոնները ճիշտ ենք կատարում, այդ դեպքում կարող ենք մեր զակատած ամեն ինչը, թե մրգերը, թե բանջարեղենը 2 տարի հանգիստ օգտագործել։ Ես միշտ այդ ձև եմ վարվել և եթե ընկել է հաջորդ տարին, այս տարվա փակածը, ասենք, ընկել է հաջորդ տարին, շատ վստահ օգտագործել եմ։ Հավեսով, զրուցելով անցավ այս ընթացքը։ Բարի լույս, սիրելի հետևորդներ ջան, ժամը 6-ի կողմերն ա, շուտ վեր կացա, որ այս գործը շուտ անեմ, ամբողջ գիշեր մնացել է սառը ջրի մեջ, այդտեղից հանել եմ ու արդեն 6 կիլո մաքրած լոբին, կարելի ասել 1 կիլո էլ իր այդ պոչիկները եղավ, այսինքն ստեղ 5 կիլո լոբի կա, տեղավորվել է 20 կիլանոց պղնձի մեջ ու արդեն նստում է տաք ջրից, մինչև որ այս թեթևակի կխաշվի, գնամ բանկաները լվամ։ Արդեն գույնը փոխվում է, ջուրը լավ տաքացել է, համարյա եռման աստիճանի է հասել, այս ընթացքում մի քանի անգամ եկել եմ, այսենց ներքև եմ սեղմել ու արդեն փափուկանում է լոբին, քանի որ ինքը մատղաշ է, պետք է շատ ուշադիր լինեմ, որ շատ չփափկի, թույլ չեմ տալի, որ այստեղ եռա, մի հատ էլ տակու երես կանեմ, հնարավորինս, ներքևից կբերեմ վերև, արդեն ինքը իրանով երեսը կգնա ներքևը։ Հենց որ լրիվ լոբիները գույնը կփոխեն, ուրեմն արդեն պատրաստ է։ Այստեղ արդեն իմ սրտով է, լավ նստել է լոբին, գույնը փոխվել է, ջուրը մի քիչ մքվել է ու կրակն անջատեմ։ Կոֆե եմ դրել, իմ առավոտվա կոֆեն է, միացնեմ։ Դուք էլ ձեր առավոտյան կոֆեն դրեք և հանգիստ վայելեք։ Կոֆե սեփեց։
նոր բաժակի մեջ եմ ուզում այս անգամ խմել, սիրում։ Մի քիչ էլ ջուր ավել եմ լցրել, որ այս բաժակին համապատասխան լինի։ Ճիշտ էլ լցրել էի։ Եվ գնում ուղիղ քոթուկների մոտ, քանի որ արևային է։ Մի քիչ հովանալուց հետո լցրել եմ բանկաները, մի քանի բանկա թերի եմ թողել, որ հասկանամ իմ ուզած 12 բանկան կլցվի թե չէ, ու վստահ էի, որ նաև կավելանա, բայց ամեն դեպքում սովորությունս թենց է, սիրելի հետևորդներ ջան, որ միշտ մի քիչ թերի եմ լցնում, որպեսզի ցանկալի 12 բանկան լինի, թե ինչի 12 բանկա, որովհետև 40 կիլոնոց պղնձի մեջ 12 հատ մի կիլոնոց բանկա է տեղավորվում, որին մի անգամից 12 բանկան եփվի։ 5 հատ 3 կիլոնոց հա տեղավորվում 40 կիլոնոցի մեջ, 8 հատ 2 կիլոգրամանոց։ Արդեն անգիր գիտենք, թե ես և թե դուք, ընտիր։ Շատ չեմ ուզում սեղմել, քանի որ լովին չի սիրում իրեն շատ սեղմել։ Սրանք ջուրը լցրել եմ, ամեն դեպքում թողնում եմ նաև, որ նստի, ոնց ասած, հա, քանի որ տաքը ինքը դեռևս նստում է։ Աղ չեմ լցրել, սիրել հետևորդներ ջան, աղով չեմ եփում, սենց ալանի եմ եփելու, միշտ և միշտ թենց եմ արել, քանի որ աղը քայքայում է վիտամինները։ Նոր երբ որ զակատը բացում եմ, արդեն ճաշ եփելու վերջում աղը լցնում եմ։ Էս է կլցնեմ, ասեմ, որ 1 կիլոգրամանոց բանկան 1 ժամ եռացնելու եմ, սկսած եռման պահից։ Մնաց այս երկուսը, որ լցնեմ ջուրը, սա էլ արդեն այսօրվա ուտելիքը ապահովված է։ Կգնամ կտենամ, եթե հավերս ձվայնացել, կտապակեմ ձվով, կանաչիով, եթե անգամ չլինի, միևնույնն է կսպասեմ այնքան, որ իմ հավերի ձուն օգտագործեմ։ Դեպից եք, որ խանութի այդ պետական ձվերը չեմ սիրում ու չեմ օգտագործում։ Այսենց հատիկներն էլ դուրս է եկել ու ջրի տակ է մնացել, արդեն թեք եմ պահինձը։ Այս ջուրը, որ լցնում եմ, սիրել հետևորդներ ջան, չեմ թափում պատրաստման ժամանակ, երբ որ բացում եմ բանկան, առաջվա տարիներին շատ կանայք տարածել էին, որ պետք է այս ջուրը թափել, մի հատ էլ սառը ջրով լոբին լվալ ու նոր միայն եփել, բայց երբեք նման բան չեմ արել, քանի որ այս ջրի մեջին է, եթե մաքուր է, լոբին լավ մաքրած է, լավ իր խաշը, իր ամեն ձևը կատարած է, կարիք չկա նման բան անելու։ Այնքան ջուր կա, որ սրան ամեն դեպքում սա էլ մի թեթև իր ջրով կխաշեմ և նույնիսկ կարող եմ, որպեսզի այստեղ ազատվի, այսենց սա էլ կվերցնեմ ու այստեղ կլցնեմ։ Շատ ընտիր բանը ստացվեց։ Պղինձն արդեն ես մի կողմ։ Այս էլ փակեմ։ Ես նույնիսկ, երբ որ ուզել եմ պամիդորը ինքն իրանով զակատել, էլի անալի եմ փակել ու ոչ մի բան դրանից չի փոխվում։ Ավելի լավ է մնում, ավելի երկար է մնում, ավելի վիտամինները լավ պահպանվում է։ Հիմա ինձ ինչ է մնում, որ սպասեմ հավերս ձյունածեն, չնայած դեռ չեմ տեսել, կստուգեմ արդեն կեսօր է եկել, այս ընթացքում ուրիշ գործեր արել տանը,
Ահա, այս էլ կլինի այսօրվա ուտելիքը ապահովված։ Գազօջախի սերեսն էլ կմաքրեմ ջրի կաթիլներից։ Հետո արդեն 40 կիլանոց պղինձը կբերեմ ու բանկաները կդնեմ եռալու, քանի որ բանկաները դեռ տաք է, թողնեմ այդ լցրած ջուրը տաքանա, որ բանկաները չպայթի սառը ջրից։ Ահա, այսքան բան սիրել հետևորդներ ջան։ Շարունակեմ գործերս, որ ժամանակին ավարտեմ լիսով ու արևով։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն 1 ժամը լրացել է ու արդեն սկսեմ փակելը։ Այս էլ մեր ավանդական քարերը, որ երկար տարիներ պահում եմ, հատուկ իր տեղն ունի իմ տանը ու փակոցների համար միշտ օգտագործում եմ։ Ես սկսեմ փակել։